Եգիպտոսում այս վերջերս մեծ շուկով ճոխությամբ նշվեց 5 Եգիպտոսի թանգարանի ու այդ թանգարանի վերաբացման ճոխարարողությունը, որը 5 եգիպտական փառքի ու զորության այդ ցուցադրումներ, այդ փառատոնով այդ ճոխ շեստիա, ասենց ասած, բայց պարադոքսն ու զավեշտը կայանում է, որ այդ արաբները, որը Մուհամեդի ժամանակ ասպատակ է գրավել են 5 Եգիպտոսը, եգիպտացի բնիկները չեն, դրանք սեմիտական ու արաբական ցեղերն են, այսինքն գրավել ասպատակիչներն են, իրենք իրենցն են համանում, մահմեդական արաբը հեթանոս Եգիպտոսի վերություն ու փառքը թանգարան է ստեղծել, որը $1 միլիարդից ավել ծախս է իրականացվել այս 20 տարվա ընթացքում, հերթականությամբ այս 3-4 ղեկավարները Եգիպտոսի այդ գործառույթը իրականացրել են ու վերել հասցրել են այս կուլմինացիայի, որը հսկայական ճոխությամբ նշվեց։ Դա ասպատակիչ արաբ մահմեդականներն են, բնիկ եգիպտացիները դրանք կպտիներն են, որոնք 4-5 միլիոն են։ Հիմա մեր հայկական իրականության մեջ, որ ամեն մի հոգեշեղված սերիալին կես միլիոնից 2 միլիոն, 5 միլիոն նույնիսկ դոլար փող է ծախսվում, դե մենք փող չունենք, հայությունը վերության ու զորությունը մարկային հայկական արժեքներ քարոզելու, ճոխություն ներկայացնելու ինչ որ ծրագրեր ֆինանսավոր ենք իրականացնենք, ինչ մի հատ Գարեգին Նժդեի դիսակրատ կինոն է նկարվել, մի հատ Տիգրան Մեծի ինչ որ կինո, ուրիշ էլ ինչ տենց լուրջ կինո, իբրև թե լուրջ հայանպաստ կինո ունենք, որ մենք Հայաստանում նկարել ենք, ես տենց բան չեմ հիշում, եթե հիշում եք, ներկայացրեք, բայց չունենք, այնտեղ չեմ ասում, որ ամեն մի նախկին պրեզիդենտին $2 միլիոն թոշակ է տրվում, բայց մենք հզորագույն ֆիլմեր չունենք նկարելու, այդ Գարեգին Նժդեի այդ ֆիլմը լավ ֆիլմ է, բայց ֆիլմ նկարելուց պիտի ինձ նկարես, որ արտասահման աուդիտորիան էլ, արտասահմանցիներն էլ նայեն, հետաքրքիր նայեն ու ընկալելի լինի։ Թուրքական սերիալները, կորեական, ճապոնական սերիալները, որոնք ոչ միայն առօրյա կյանքն են նշում, այլև իրենց պատմական փառահեղ ազգային անցյալն են ներկայացնում, բավականին լայն աշխարհում տարածում ունի, լայն ընդգրկում են, մենք չունենք այդ փողերը, բայց ամեն մի հոգեշեղված սերիալի համար ունենք կես միլիոն, 2 միլիոն, $5 միլիոն, բայց չունենք։ Հայությունը Հայաստանի համար, բանակի Արցախյան գոյամարտի համար, նվիրյալների համար ֆիլմ նկարելու, թող նույնիսկ այդպիսի հոգեշեղված սերիալները ոչ թե մի քանի հատն են, այլ մի քանի հարյուրն են։ Չեմ ասում պարգևավճարները, ես չեմ ասում ալիգարխների այդ թալանքողբուրդը հայության, որ ոչ ոք այդպես լուրջ ֆիլմեր իրականում, որ արտասահման աուդիտորիան էլ հետաքրքիր ընկալի ընդունի, սիրահարվի այդ ֆիլմերի վրա, այդպես ծախսեր չեն անում։ Գործարաններն ու խոսքի կառավարությունը նախկին ներկաները խոսքի մի կողմ, բայ եկեղեցին ինչ որ տես բան արել է, թեկուզ հոգևորականների մասին, Գրիգոր Լուսավորիչ, Ղրիմյան Հարիկ, ես այն